Փաստորեն մարտի 21-ը համաշխարհային տոնացույցում շատ կարևոր օր է եւ բազմակողմանի նշանակությամբ հաղորդումը սկսեցինք նրանով, որ այն պոեզիայի միջազգային օրն է, հետո հասկացանք, որ նաեւ միմյանց նկատմամբ հոգատարության օր է, որովհետեւ եւ ռասիզմի դեմ պայքարի օրն է եւ Դաունի համախտանիշով մարդկանց ուշադրություն դարձնելու օրն է, բայց եւս մեկ կարևոր օր է, որը կարելի է այսպես ամբողջացնել այսօրվա խորհրդի մեջ, մարտի 21-ը նաեւ անտառների միջազգային օրն է եւ մենք չենք կարող շրջանցել նաեւ այս թեման եւ ունենք նույնիսկ հյուր խոսելու ենք նրա հետ Սևակ Մարկոսյան հայ անտառ պոակի տնօրենը միասին կփորձենք հասկանալ Հայաստանում անտառների վիճակը բարև ձեզ Բարև ձեզ Բարի լույս ողջունում ենք ձեզ մեր տաղավարում սկսենք ամենակարևոր հարցերից կարծում եմ թերևս որքան է առհասարակ Հայաստանում անտառածածկ տարածքը եւ արդյոք բոլոր այս տարածքները կառավարվում են ձեր պոակի կողմից Հայաստանի Հանրապետության ընդհանուր տարածքի մեջ շուրջ 700,000 հեկտար տարածքը զբաղեցնում են անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը, որից շուրջ 360,000 հեկտարը դա գտնվում է հայ անտառ պոակի կառավարման ներքո, որից մոտ 280,000 հեկտարը կազմում է մեր անտառածածկ տարածքները։ Ցուցանիշը վերցված է վերջին մեր կողմից կատարված անտառ կառավարման պլանների մշակման արդյունքում, որը որ նույնիսկ մի փոքր աճ է արձանագրել։ Խոսենք մի փոքր խնդիրների մասին, ինչ խնդիրներ ունեն այսօր Հայաստանում անտառները։ Նախ թույլ տվեք շնորհավորեմ բոլորիս այսօրվա այս գեղեցիկ օրվա կապակցությամբ նշենք, որ դեռևս 2012 թվականին ՄԱԿ-ի ասամբլեայի հռչակագրի հիման վրա հաստատվել է մարտի 21-ը անտառների միջազգային օր եւ արդեն 2021 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է մարտի 21-ը, 22-ը եւ 23-ը։ Այսինքն մենք վերջին 4 տարիներն ենք միացել։ Մենք մինչ այդ էլ միացած ենք եղել, ուղղակի արդեն մեր կառավարությունը որպես պաշտոնական տարբերակով ընդունել եւ հաստատել, որ մարտի 21-ը պետք է ճանաչվի անտառագետի միջազգային անտառագետի օր, մարտի 22-ը ջրաբանի, մարտի 23-ը երկրաբանի, այսինքն այն 3 կարևոր ոլորտները, որոնք որ ներառվում են շրջակա միջավայրի պահպանության գործունեության։ Ջուրը, օդը, որը որ մեզ ապահովում են անտառները եւ հողը։ Ամենակարևոր։ Վերադառնանք մեր անտառներին կոնկրետ եւ դրանցում արկա խնդիրներին, ինչ խնդիրներ ունենք այսօր։ Անտառների մասով խնդիրները մշտապես են, շատ են, բայց իմ կարծիքով ամենակարևորն այս պահին գլոբալ տաքացման հետևանքներն են, որոնք որ մեզ մոտ եւս նկատելի են։ Այո, մեզ մոտ եւս նկատելի են, բերում են անապատացման եւ մեր ամբողջ աշխարհի ուժը եռանդը կարելի այս պահին ուղղված է դեպի անապատացման դեմ գործողություններին եւ դրանից էլ դուրս չենք մնացել նաեւ մենք Հայաստանի Հանրապետությունը, որի շրջանակում արդեն ունենք ընդունած միջնաժամկետ եւ երկարաժամկետ պարտավորություններ Հայաստանի անտառածածկ տարածքի ավելացման, որի շրջանակում էլ իրականացնում ենք ինչպես պետական ֆինանսավորմամբ անտառպատման, անտառվերականգնման աշխատանքներ, այնպես էլ միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ նաև նրանց ֆինանսավորմամբ իրականացվում են աշխատանքներ։ Այս գեղեցիկ կնես, Դավիթ, գեղեցիկ եղևնիներն ու սոճիները, եթե չեմ սխալվում, հա, ինչ խորհրդով են հայտնվել մեր տաղավարում։ Այս սոճինիները սա մեր կողմից արտադրված փակ արմատային համակարգով սովորական սոճինի ծառատեսակն է, որը որ նաև Հայաստանի Հանրապետության անտառային տարածքում կազմում է գլխավոր ծառատեսակներից մեկը։ Սա մենք աճեցրել ենք մեր 2024-25 թվականի արդեն ծառատունկներին օգտագործելու համար եւ սա ուղղակի խորհրդանշական բերել ենք նաեւ ձեզ նվեր, այո, նաեւ մեր տարածքներում կանաչապատ անտառածածկ տարածք ավելացնելու համար։ Մյուս 3 սրանք եղևնիներ են, որոնք որ նորից աճեցվել են մեր կողմից, մեր Հրազդանի անտառտնտեսության ջերմոցային տնտեսությունում, իրենք շուրջ 3.5-4 տարեկան են եւ իրենք համարվում են ավելի շուտ դեկորատիվ ծառատեսակներ, սրանք անտառային շարք, անտառպատման աշխատանքներով չեն օգտագործվում։ Մենք էլ մտածում ենք հետագայում նաև դեկորատիվ ծառատեսակների մասով հաշվի առնելով, որ նաև կա բավականին մեծ պահանջարկ, ուզում ենք, որ եւ արդեն ունենք որոշակի քայլեր այդ ուղղությամբ կատարել, զարգացնել դեկորատիվ ծառատեսակների
ցանկ, սա արտադրությունը եւ նաեւ ունենալ կողմնակի, այսպես ասած, եկամտային ուղղություններից մեկը հայ-անտառ պողակի համար։ Նաեւ բնական մեղր ենք տեսնում սեղանին դրված։ Այո։ Բնական մեղրի հետ կապված, տեսեք, 2023 թվականին մենք միտք դրեցինք, որ ունենալով այդքան մեծ անտառացած տարածքներ եւ ունենալով այդքան մեծ ռեսուրս, ինչու մենք չպետք է օգտագործենք մեր ռեսուրսը եւ ունենանք մաքուր, հայկական ասված անարատ մեղր, եւ արդեն 23 թվականից սկսած մենք մեր 3 անտառտնտեսություն մասնաճյուղերում, Վայոց ձորում, Արագածոտում եւ Արծվաբերդի անտառտնտեսություն մասնաճյուղում հիմնել ենք, ձեռք ենք բերել մեղվանտանիքներ, որոնք որտեղ որ պահվում են մեղու եւ արտադրում են մեր համար մաքուր մեղր։ Միտք ունենք հաջորդող տարիներին եւս դրանք ավելացնել, քանակը շատացնել եւ այս տարի արդեն կհիմնենք եւս 50 մեղվանտանիքով նախնական Ճամբարակի անտառտնտեսություն մասնաճյուղում։ Գաղափարը հետևյալն է, որ մենք պետք է ավելի մեծ շեշտադրումը դնենք դեպի մեր կողմնակի անտառօգտագործմանը եւ օգտագործենք այն բոլոր հնարավոր ռեսուրսները, որոնք որ կարող են օգնել եւ բնությանը եւ օգտակար լինել մարդուն եւ հասարակությանը։ Այ ավելի մանրամասն խոսենք հենց այդ անտառօգտագործման մասին, իհարկե նշեցիք, որ կարևոր աշխատանքներ են իրականացվում անտառածածկ տարածքները շատացնելու համար, բայց ինչ աշխատանքներ են տարվում եղածը պահպանելու, այդտեղ եղած խնդիրները լուծելու համար եւ երբ խոսում ենք նաեւ անտառօգտագործումից, առհասարակ ովքեր կարող են եւ ինչպես կարող են օգտագործել անտառային տարածքները։ Կան անտառային տարածքներից։ Անտառային տարածքները հայ անտառ պողակի կողմից նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքներ պողակների կողմից կարող են տրամադրվել նաև ռեկրեացիոն նպատակով, հանգստի եւ զբոսաշրջության կազմակերպման նպատակով, որի հետ կապված ունենք մի շարք կառավարության որոշումներ, որոնցով որ այն նախատեսում եւ իրականացվում են։ Մեր դեպքում մեր դիմումատուները կարող են ներկայացնել ուսումնասիրություն կատարել, ներկայացնել դիմումներ, մեր կողմից կուսումնասիրվի վերջնական հաստատման դեպքում բաց մրցութային ընթացակարգով յուրաքանչյուր ներդրող դիմումատու կարող է ներկայացնել իր ներդրումային ծրագիրը, որը որ ամենակարևոր բաղադրիչն է այդ գործընթացի, եւ միջգերատեսչական հանձնաժողովը ինքը գնահատում է յուրաքանչյուրի ներկայացրած փաթեթը, հայտը, եւ դրա արդյունքում գնահատում յուրաքանչյուրին։ Առավելագույն բալեր ստացած դիմումատուն ճանաչում է հաղթող եւ նրա հետ կնքվում է հետագայում արդեն վարձակալության պայմանագիր, օրենքով սահմանված կարգով, չափով, ժամկետներում եւ արդեն նա կարող է իրականացնել իր գործունեությունը այն ինչ որ ի սկզբանե նա դիտարկել էր։ Այո։ Իսկ թափուկ վառելափայտի օգտագործումը նույն կարգով է իրականացվում։ Թափուկ վառելափայտի տրամադրումը իրականացվում է նորից կառավարության որոշումներով սահմանված կարգով, նախատեսվում է, որ անտառամերձ ազգաբնակչությանը կարող է տրամադրվել մինչև 8 խորանարդ մետր թափուկ վառելափայտ։ Կառավարության որոշումը սահմանում է, որ երկու նախարարների հրաման պետք է ունենանք, որը որ պետք է սահմանի այն համայնքների ցանկը, որտեղ որ համայնքի բնակիչը կարող է օգտվել այդ արտոնությունից, որովհետև դա տրամադրվում է անվճար, նաև հայ անտառ պողակն էլ ազատվում է դրագծով հարկային պարտավորություններից։ Եվ այդ համատեքստում հայ անտառ պողակը իրականացնում է դրա տրամադրումը մեր ազգաբնակչությանը։ Նախորդ տարի 2024 թվականին հայ անտառ պողակի կողմից տրամադրվել է շուրջ 7500 շահառուի մոտ 41800 խորանարդ մետր թափուկ վառելափայտ, որը որ բավականին մեծ ծավալ է, մեծ պաշար է եւ մենք կատարում ենք մեր արժեվ դրված, այսպես ասած, շատ կարևոր խնդիրը, օգնելով նաեւ մեր սոցիալապես անապահով ազգաբնակչությանը։ Թեև նշեմ, որ այստեղ թափուկի ծավալների մասով մենք արդեն որոշակի խնդիրներ ունենք, որովհետև շուրջ 20 տարի է, 25 տարի այդ թափուկի պաշարը մշտապես դուրս է բերվում անտառից, իսկ մենք գիտենք, որ մենք ունենք շատ սակավ անտառներ եւ այնտեղ ռեսուրսը, նմանատիպ ռեսուրսը ինքը այդքան էլ անսահմանափակ ծավալներ չունի։ Եվ ի վերջո դա եւս պետք է նպաստի անտառի ձևավորմանը եւ դրա նպատակներից մեկը նաեւ դուրս բերել անտառից այն, այսպես ասած, միգուցե նաև հետագայում խանգարող պաշարը, որը որ նույն հրդեհների դեպքում ինքը կարող է շատ ավելի վատ ու լուրջ հետևանքներ ունենալ, դրա համար թույլատրվում է այդ որոշակի պաշարը դուրս բերել, բայց ոչ ամբողջությամբ, որովհետև մեր նպատակներից մեկը նաև
անտառում պահպանել են կարևորագույն նվազագույն պաշարը, որը անհրաժեշտ է կենսաբազմազանության ապահովման նպատակով։ Այ խոսենք այդ դեպքում նաև պաշարները վերականգնելու մասին, երբ են պլանավորվում առաջիկա ծառատունկը, երբ է առհասարակ լավ սեզոն այս ամենը անելու համար աշխատանքները, դա գարունն է, թե աշունը եւ ինչպես են ընթանալու այս աշխատանքները։ Շատ լավ, տեսեք, 2022-24 թվականների ընթացքում Հայանտառ ՊՕԱԿ իրականացրել է շուրջ 760 հեկտար անտառպատման աշխատանքներ, տնկելով մոտ 2 միլիոն սերմնաբուսակ, միայն տնկման աշխատանքներում, բայց բացի տնկումից մենք տնկելուց հետո նաև հաջորդող 2 տարիներին իրականացնում ենք լրացման աշխատանքներ եւ 5 տարվա ընթացքում իրականացնում ենք խնամքի աշխատանքներ։ Այս տարի մենք պլանավորում ենք, արդեն ունենք նախաստատված բյուջեի կողմից ֆինանսավորվող 170 հեկտար անտառպատման աշխատանքներ իրականացում եւ ունենք նաեւ միջազգային դոնոր ընկերությունների հետ նախնական քննարկումներ, որով որ պլանավորում են շուրջ 550 հեկտարի անտառպատման եւ անտառ վերականգնման աշխատանքներ իրականացում։ Թափուկ վառելափայտի մասին խոսեցինք, կարգահասկացանք, այս տարվա անտառների օրը նշվում է անտառներ եւ սնունդ կարգախոսով, հետաքրքիր Հայաստանի անտառների սնունդը ովքեր եւ ինչպես կարող են օգտագործել։ Այս պայմանությամբ Հայաստանում գտնվող մեր անտառներում բավականին մեծ սննդի պաշար կա եւ նաեւ կարգախոսն են անտառներ եւ սնունդ, սրանով կարծես նորից բերում է ուշադրությունը, որ սնունդ կա անտառում, որը որ պետք է օգտագործել եւ կարող է օգտագործել ամբողջ մարդկության համար, որը եւս շատ կարեւոր պաշար է, որը որ դա եւս օրենքով կարգավորվում է։ Այո, ինքը կա։ Տեսեք, նույն մենք ունենք կառավարման պլաններ, որտեղ որ յուրաքանչյուր անտառտնտեսության համար մասնագետների խումբը, որ իրականացրել է այդ ուսումնասիրման աշխատանքները, նա այնտեղ նշել է, թե որ տարածքում ինչպիսի սննդի պաշար կա, այդ թվում վայրի պտուղների մասով, հատապտուղների մասով, խոտաբույսերի մասով եւ ընդհանուր ամբողջական, հա։ Դրանք մեզ մոտ կան, գույքագրված են, ընդհանրապես անտառից այդ պտուղների, հատապտուղների դրանց ձեռքբերումը, դուրսբերումը պետք է իրականացվի Հայանտառ ՊՕԱԿ-ի հետ կնքելով պայմանագիր եւ անտառային տոմսի ստացման դեպքում նոր իրականացվում։ Իսկ առհասարակ այդպես արվում է։ Եղել են նման դեպքեր։ Նախորդ վերջին 2 տարիներում մենք այս հարցի վրա բավականին սկսել ենք արդեն ավելի քիչ խիստ վերաբերվել։ Սկսել ենք արոտավայրերից եւ խոթարքերից, նաեւ մեղվանտանիքների տեղադրման գործընթացից անտառային տարածքներում եւ արդեն այո ունենք նախորդ 2 տարիներին բավականին մեծ չափով կնքված պայմանագրեր եւ տրամադրված անտառային տոմսեր։ Պաշարի մասով այս պահին շատ խիստ ռեժիմով, այսպես ասած, չի անցնում, որովհետեւ դրանից օգտվում են հիմնականում անտառներին հարակից ապրող գյուղացիները, այո, ազգաբնակչությունը, որոնք որ օգտվում են նաև այդ պաշարից։ Բայց իրական տարբերակում դրանք այո բոլորը պետք է ստանան անտառային տոմսեր, կատարեն համապատասխան վճարում, նոր ձեռք բերեն։ Բայց մենք սրան դիտարկում ենք նաև փորձում ենք դիտարկել մյուս տեսանկյունից։ Մենք մտածում ենք, որ մենք պետք է ունենանք մեր վերամշակման արտադրամասերը եւ մենք որպես կազմակերպություն, որպես կառավարող մարմին, մենք պետք է իրականացնենք դրանց հավաքումը, դուրսբերումը, վերամշակումը եւ շուկայում իրացումը։ Եվ վերջում խոսենք նաև Հայանտառ ՊՕԱԿ-ի այս տարվա 2025 թվականի պլանների մասին։ 2025 թվականը մենք նախասեմ, որ 2023-24-ն էլ բավականին բարձր ցուցանիշներով ենք փակել եւ պլանավորում ենք 2025-ը եւս ապահովել նախ ստացված ստանձնած պարտավորությունների 100%-անոց ապահովում եւ նաեւ ապահովելով նվազագույնը 10% աճ հաջորդ տարվա ցուցանիշների։ Եվ ձեռնարկատիրական գործունեության մասով, եւ հավաքագրվող գումարների մասով, եւ անտառպատման աշխատանքների եւ նախորդ տարիներին արդեն տնկված կատարված աշխատանքների շարունակաբար իրականացվող գործընթացներով։ Պարոն Մարկոսյան, մեզ մնում է միայն հաջողություն մաղթել ձեզ, ձեր կատարած կարևոր աշխատանքում եւ շնորհակալություն հայտնել առավոտը մեզ հետ սկսելու համար։ Իսկ մենք շարունակենք եթերը եւ շարժվենք առաջ։ Շնորհակալ եմ ձեզ նույնպես։